Յորքում Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրեոյի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Ավելի ուշ հանդիպումը շարունակվել է նաև Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Արտգործնախարարները եւ համանախագահները շարունակել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղագործալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը հայտարարել է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև հոկտեմբերի գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր վերաբերմունքն է հայտնել գերմանական Բունդեսթագի падգամավորների եւ ֆրանսիական սենատի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիկմետ Գաջիևն ասել է, որ գերմանական Բունդեսթագի падգամավորներ Մանֆրեդ Գրունդի եւ Ալբերտ Վայլերի Լեռնային Ղարաբաղ այցելելու հետ կապված Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակով դիմել է Բունդեսթագ։ Նաև նոտա է հղել Գերմանիայի արտգործնախարարություն։ Բացի այդ, ըստ Գաջիևի, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը քննում է նաև ֆրանսիական սենատի ներկայացուցչի Ղարաբաղյան այցի մասին տեղեկությունը, ինչի ուղղությամբ եւս ադրբեջանական կողմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Ադրբեջանում հայտարարել են, որ պատրաստ են պետական մակարդակով երաշխավորել հայ մարզիկների անվտանգությունը 2015 թվականին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերի ժամանակ։ Նման հավաստիացում է արել Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազատ Ռահիմովը։ Մենք պետական մակարդակով երաշխիքներ ենք տվել եվրոպական խաղերի ժամանակ հայ մարզիկների անվտանգության ապահովման համար, նշել է Ռահիմովը։ Նշենք, որ եվրոպական խաղերը տեղի կունենան 2015 թվականի մայիսի 12-ից 28-ը, որի ընթացքում 20 սպորտաձևում խաղարկվելու է մեդալի 266 հավաքածու։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ կարող են ի հայտ գալ։ Այս համոզմունքին է իրանագետ Մհեր Բաղդասարյանը, հիշեցնում է ցանկություն կա Իրան-Հայաստան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել։ Եվրասիական միության անդամ մյուս երկրներից միայն Հայաստանը ունի Իրանի հետ ընդհանուր սահման ներկա պահին եւ կարող է օգտագործվել այդ հնարավորությունը ընդհանուր Եվրասիական միություն Իրան հարաբերությունների տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Քանի որ Հայաստանը շրջափակման մեջ է ստիպված է իրավիճակային քաղաքականություն վարել, նշում է իրանագետը։ Բաղդասարյանի խոսքով Իրանի նախագահի այցը Հայաստան չի հետաձգվի չնայած տարածված տեսակետներին։ Նախադրյալներ էլ չկան, ոչ էլ կան ինչ-որ պատճառներ հետաձգելու համար, որովհետեւ Հայաստան-Իրան հարաբերությունները բավական ակտիվ փուլում են գտնվում եւ զարգացման տենդենսները բավական ակնառու են։ Իրանագետի խոսքով աբխազական երկաթուղու գործարկումը կխթանի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը, անդրադառնալով Իրան-Արևմուտք հարաբերություններին, իրանագետը նկատում է Արևմուտքը սկսել է Իրանի հետ խոսել հավասարը հավասարի պես։ Անահիտ Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը խստիվ դատապարտել է իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայի Դերզորի հայկական եկեղեցու պայթեցումը։ Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է Իրաքի եւ Լևանտի իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության բացարձակ կամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական եւ մշակութային ժառանգության հանդեպ։ Ինչպես նշել է պետքարտուղար Քերին, խմբավորումը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ եւ հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք, ասվում է Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հայտարարությունում։ Ուկրաինայում տիրող իրավիճակը գտնվելու է Յենս Ստոլտենբերգի առաջնահերթությունների թվում, ով հոկտեմբերի 1-ից ստանձնելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լրջության մասին է վկայում այն փաստը, որ ռազմական ուժ է կիրառվում պետության սահմանները փոփոխելու համար։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի գործընկերն է, բացի այդ սահմանակից է դաշինքի անդամ երկրներին, ընդգծել է Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ ներկայումս չի դիտարկվում ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների նախկին ձևաչափի վերադարձ կատարելու հարցը, քանի որ ըստ նրա Ռուսաստանը որոշել է ավելի ագրեսիվ գործելավոճ որդեգրել։ Մենք չենք կարող շարունակել ամրապնդել Ռուսաստանի հետ գործընկերությունը, ինչի հետ հույսեր էինք կապում ավելի վաղ, ասել է նա։ Նշենք, որ Ուկրաինան հուսով է ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալ նոյեմբերին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության գործադրած ջանքերը։ Նախորդին Դամասկոսում Իրաքի ազգային անվտանգության քարտուղար Ֆալիհ Ֆեյադի հետ հանդիպման ժամանակ Ասադը նկատել է, որ երկու երկրները տարիներ շարունակ պայքարում են ահաբեկչության դեմ։ Իսկ այդ հարցում ըստ Ասադի անհնար է հաջողության հասնել միայն ռազմական գործողություններով։ Կողմերը պայմանավորվել են նաև, որ Սիրիան ու Իրաքը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու են միմյանց հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան, ուր իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ կմասնակցի երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության 11-րդ ֆորումին։ Համաժողովի լիագումար նիստից առաջ երկու երկրների նախագահները կանցկացնեն առանձին հանդիպում։ Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները քննարկելու են ռուս-ղազախական հարաբերությունները եւ ձևավորվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող այժմեական հարցեր։ Փարիզի վերաքննիչ դատարանը կասեցրել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ կոռուպցիոն գործի հետաքննումը։ Նա մեղադրվում է անձնական նպատակներով ծառայողական դիրքը չարաշահելու եւ իր ազդեցությունը վաճառելու մեջ։ Չնայած վերաքննիչ դատարանի այս որոշմանը մեղադրանքները չեն հանվել Սարկոզիի եւ նրա փաստաբան Թիերի Էրգոզի վրայից, որին նույնպես կասկածում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ։ Սակայն հետաքննությունը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել տվյալ գործի ճակատագրի վերաբերյալ։ Հայ արտմշակույթի տունը իր հարկի տակ կազմակերպել է Ռադիկ Շարոյանի հայրենիքիս հետ խորագիրը գրող անհատական ցուցահանդես, որը բաղկացած էր երկու մասից՝ Արևելյան եւ Արևմտյան Հայաստան։ Ցուցասրահում ներկայացված էր 100-ից ավելի աշխատանք։ Ստեղծագործությունների թիվը պատահական չէր ընտրված։ Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ես էլ եմ բազմիցս եղել Արևմտյան Հայաստանում, հիմա որ նայում եմ այս նկարներին, կարծես այդ տեղանքը, այդ մեր երկիրը, մեր հայրենիքը բնությամբ, իր կամուրջներով, եկեղեցիներով, ամեն ինչով շուրջ բարի մեջ առած լինի այցելուին, ես չեմ կասկածում, որ մի լավ օր, վաղ թե ուշ, մենք արդեն ոչ թե լուսանկարների միջոցով կհաղորդակցենք մեր երկրի հետ, մեր ավետյաց երկրի հետ, այլև իրականում կքայլենք այնպես, ինչպես քայլում ենք Երևանի փողոցներում։ Նկարիչ Ռադիկ Շարոյանը սերելով Սասունի Մչկալ գյուղից արմատների կանչով մի քանի անգամ այցելել է Արևմտյան Հայաստան։ Այսօր իր ցուցահանդեսով մարդկանց հնարավորություն տվեց առնել մեր երկրի կարոտը։ Ծնողներից ես այդ պատմությունը Արևմտյան երկիր եւ այլն այդ կարոտը մեջս նստած գնացինք, շատ տխուր էր ու ասեմ, որ գրեթե չէի կարողանում ավելի շուտ կամերաներ նկարում, ոչ թե ես էի նկարում։ Ոնց որ ինքը ընկեր էր ինձ, օգնում էր ինձ։ Իդեպ ցուցահանդեսը 15 տարվա ընթացքում արված աշխատանքի արդյունք է։ Մուշի, Սասունի, Անիի, Բիթլիսի, Կարսի, Համշենի եւ այլ վայրերի նկարները հիմնականում արտացոլում էին հայի ցավն ու կարոտը։ Ցավոք դեռևս ավետյաց երկրի հետ հաղորդակից կարող ենք լինել նման ցուցահանդեսների շնորհիվ։ Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը։ Մանանա Հովակիմյան, Նարեկ Բարսեղյան, Երևան լրատու։ Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձություններով։ Մասնավորապես սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի Կոմիտասյան օրեր փառատոնը, որի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով։ Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ եւ դաշնամուրային երաժշտության 5 համերգներ։ Ուղերձ մարդուն փառատոնի շրջանակում առաջին անգամ Մոսկվայում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի նռանգույն ֆիլմի վերականգնված տարբերակը։ Այս տարի փառատոնում կներկայացվի Կեղեքված կինո անվանակարգը, որում ներառվել են նախկին խորհրդային հանրապետությունների այն ռեժիսորների ֆիլմերը, որոնց աշխատանքները դարձել են սովետական գրաքննության զոհը։ Նռանգույնը ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։ Նշենք, որ կինոփառատոնը կավարտվի սեպտեմբերի 27-ին։ Ամերիկացի երգիչ Բարի Մանիլոուն թողարկման է պատրաստում նոր ալբոմ, որում ընդգրկված ստեղծագործությունները ձայնագրվել են լեգենդար կատարողների հետ, որոնք սակայն արդեն մահացել են։ 70-ամյա երգչի «Իմ երազանքի դուետը» անվանումով ձայնասկավառակը ներառում է 11 երգ, որոնք ձայնագրվել են Մերլին Մոնրոյի, Լուի Ամսթրոնգի, Ուիթնի Հյուսթոնի, Ջուդի Հարլանդի եւ ամերիկյան էստրադայի այլ աստղերի հետ համատեղ։ Այդ ամենը հնարավոր է դարձել ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ։ ԱՄՆ-ում ալբոմը հավանաբար վաճառքի կհանվի հոկտեմբերի 27-ին։ Անվանի դերասան Ջոն Մալկովիչը վերստեղծել է պատմության ամենապաշտամունքային լուսանկարները։ Չե Գևարայի, Ալֆրեդ Հիչքոքի, Ջոն Լենոնի, Սալվադոր Դալիի, Էրնեստ Հեմինգուեյի եւ այլոց դերերում Մալկովիչի մետամորֆոզները ֆիքսել է Սանդրո Միլերը։ Հայտնիներից բացի Մալկովիչը վերարտադրել է նաեւ պարզապես հայտնի լուսանկարներ, հանդես գալով գաղթական մոր կամ հավաքարարի կերպարում։
Տաղանդավոր պարֆյումերներ, շքեղ շշեր եւ գեղարվեստական կարճ ֆիլմեր։ Dior-ի բույրերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունը։ Եվ զարմանալի չէ, որ նորաձևության տունը որոշել է միավորել այդ բոլոր պատմությունները մեկ ամբողջական գրքում։ Նոր գրքում հավաքվել է Dior-ի պարֆյումերիայի ամբողջ պատմությունը 1947 թվականին առաջին բույրերից մինչև վերջին նորությունները։ Տեքստի հեղինակ Չենդլեր Բուրն ուսումնասիրել է նորաձևության տան ամենահին արխիվները, ինչը թույլ է տվել բացահայտել ընթերցողներին անհայտ փաստեր հայտնի բույրերի մասին։ Աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի գրքերը կթողարկվեն առցանց տարբերակով։ Խոսքն անգլալեզու եւ իսպանալեզու հրատարակությունների մասին է։ Նշվում է, որ հեղինակի 18 գործերը կհայտնվեն իսպաներեն էլեկտրոնային գրքերի տեսքով։ Առաջին անգամ կթողարկվեն Գարսիա Մարկեսի Սերը խոլերայի ժամանակ, Գեներալն իր լաբիրինթոսում, Լուրեր մի առևանգումից, Սիրո եւ այլ չարքերի մասին, Հիշողություններ իմ տխուր պոռնիկների մասին եւ այլ գործեր։ Նորություններն ակնկալվում են հոկտեմբերի կեսին։ Նշենք, որ Մարկեսը մահացել է 2014 թվականի ապրիլին 87 տարեկանում։ Մանանա Հովակիմյան, Երևան լրատու։ Մայցի դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ոտքը շարունակում է մնալ գիպսի մեջ։ Դորտմունդի Բորուսիայի եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը Facebook-յան էջում տեղադրել է լուսանկար, որում նա գիպսով ու հենակներով է։ Քայլ առ քայլ։ Կրկին շնորհակալ եմ աջակցության եւ սիրո համար, գրել է կիսապաշտպանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո 2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանում։ Նրա վերականգնման համար պահանջվելու է մոտ 4 շաբաթ։ Սերբիայի դեմ չի խաղալու նաեւ Հայաստանի ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Իսկ հա ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազայանի մասնակցությունը հարցականի տակ է։ Դորտմունդի Բորուսիան անակնկալ է պատրաստել թիմի երկրպագուների համար։ Մի քանի դորտմունդցի ֆուտբոլասերներ հնարավորություն են ստացել լինել Բորուսիայի մարզաբազայում, որտեղ թիմի խաղացողների, այդ թվում Հենրիխ Մխիթարյանի հետ մասնակցել են ֆոտոսեսիայի։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արտուր Աբ รา համը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է վերաբերվում իր առաջիկա մրցակցին, բրիտանացի Պոլ Սմիթին։ Ես մտադիր չեմ թերագնահատել Սմիթին։ Ես միշտ սպասում եմ, որ մենամարտելու եմ աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկի հետ եւ նախապատրաստվում եմ համապատասխան կերպով։ Հիանալի մարզավիճակում եմ գտնվում եւ պատրաստ եմ պաշտպանել իմ տիտղոսը, ընդգծել է Արտուր Աբ รา համը։ Հիշեցնենք, որ Աբ รา համի եւ Սմիթի մասնակցության մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայում։ Պարտադիր զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները կմասնակցեն Միացյալ Նահանգներում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին։ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են մրցավար Գևորգ Ալեքսանյանը եւ ազատ ու հունարամիական ոճի 11 ըմբիշ։ Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն Ավետիք Վարդանյանը, Արտակ Հովանիսյանը, Նարեկ Սանոյանը, Վիկտոր Վազիշվիլին, հունարամիականներից Միացյալ Նահանգներ կմեկնեն Էդուարդ Սահակյանը, Ռոբերտ Կիրակոսյանը, Գևորգ Սահակյանը, Կարապետ Չալյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Մովսես Ադամյանը։ Փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Լոս Անջելես Գելեքսի ակումբը հավակնում է ձեռք բերել Յուվենտուսի կիսապաշտպան Անդրեա Պիրլոին։ Ամերիկյան ակումբը մտադիր է իտալացի վետերանին ձեռք բերել հունվարին, սակայն թուրինցիները հազիվ թե մրցաշրջանի կեսից բաց թողնեն իրենց առաջատարներից մեկին։ Բրիտանական մամուլի փոխանցմամբ Ինտերը եւ Ատլետիկոն հետաքրքրվում են Տոտենհեմի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյով։ Անցած տարի Տոտենհեմը Սոլդադոյի համար վճարել է 26 միլիոն ֆունտ, սակայն այժմ պատրաստ է նրանից հրաժարվել ավելի քիչ գումարով։ Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարտվել է Չինաստանում ընթացող Ուհանի մրցաշարի 1/8 եզրափակչում։ 2 ժամ 16 րոպե տևած խաղում Շարապովան 2 սեթում 6-7, 5-7 հաշվով զիջել է Տիմ Բեշինսկին։ Ավելացնենք, որ շվեյցարուհին քառորդ եզրափակչում կմրցի Կարոլինա Ոզնիացկի Կեյսի Դելակուա զույգի հաղթողի հետ։ Անդրանիկ Ազատյան, Երևան լրատու։